Բարի առավոտ էլի բարեկամներ, բարի երկուշաբթի փարթ իրոջը հրաշալի է ուրեմն գարունը վայելում ենք այս հրաշալի բնությունը, այս եղանակը եւ գարնան այս երկուշաբթին շարունակում ենք նորից մեր եթերը Աստծո խոսքի շուրջ այս առավոտ եւ մեզ միացել է մեզ էլի Կարեն Ամիրխանյան եղբայրը նա վաղուց այսպես ասած չէր կարողանում միանալ մեր եթերներին գալ հարգելի պատճառով եւ այսօր ստացվեց Կարեն ջան շնորհակալ եմ որ եկար եղբայրս Փարթ իրոջը Փարթ Քրիստոսին Աբրահամ ջան մեր Կարեն շնորհակալ այո մեր Կարեն եղբայրը ներկայացնեմ նաեւ որ կյանքի խոսք եկեղեցու սպասավորներից մեկն է ինձ համար շատ սիրելի եղբայր Քրիստոսակենտրոն եւ Կարեն ջան իրոք շնորհակալ եմ որ եկար եղբայրս Փարթ իրոջը ես շնորհակալ եմ Աբրահամ ջան որ իմ հրաշալի եղբայրն ես այո մենք Քրիստոսով Քրիստոսով մեր սրտերը իրար հետ միաբան են կապված դա շատ լավ բան է մեր Տեր Հիսուս Քրիստոսի դա այդպես պետք է լինի Հիասքանչ է Աբրահամ ջան որ այսօր կարող ենք միասին սերտել Աստծո խոսքը այո ամեն թեման միանգամից թեմային վերնագիրը այսպես է մարդ ով քայլեց Աստծո հետ նա որ Աստվածաշունչը լավ գիտի միանգամից հասկացավ ում մասին է խոսքը շատ այսպես առեղծվածային չգիտեմ բառը ճիշտ է թե չէ բայց հետաքրքիր մեկը հիմնի մեջ որ իր մասին շատ բաներ չի գրած կարելի ասել շատ սահմանափակ է բայց միայն մեկ խոսքը որ խենթանալի այսպես լուրջ մտածելու առիթ է տալիս մեզ սա է որ Ենովքը քայլեց Աստծո հետ կամ մի ուրիշ թարգմանության մեջ այսպես է ներկայացնում Ենովքը վարվեց Աստծո հետ վերաբերվեց ինչ է եւ մի մարդ որը կարողացավ այնպես չգիտեմ ճիշտ եմ ասում թե չէ բայց Աստծո սիրտը այնպես է գրավել որ Տերը թույլ չտվեց որ նա մահտենա պատկերացնում ես այսօր իր մասին է լինելու խոսքը Կարեն ջան շատ նախ ասեմ որ իրոք շատ կարևոր լավ թեմա է սա կարող ենք ասել որ մեր մեջ այսօր չգիտեմ ինչպես է պատրաստել ինչպես պետք է տանես թեման բայց կարող ենք ասել որ այս թեման մեր մեջ նախանձավորություն պետք է բարձրացնի այսպես ասած ինչ որ փափակախորժան նախանձավորություն Աստծո հետ քայլելու այո ներկա դարաշրջանի ներկա ժամանակների արդիական խոսքը եւ որը արտնասնում է քրիստոնյաներին Քրիստոսի համար ամեն այսինքն Աստծո համար փոխհարաբերության արժևորումն է ավելի որակավորում ավելի բարձրացնում շատ լավ բառ ասացիք որակավորում է մարդուն Աստծո հետ փոխհարաբերություն այսինքն կարող ենք ասել որ այս թեման ուղիղ կապ ունի նաեւ մեզ հետ նա մի մարդ չէ որ առաջներում արեց մենք էլ ասած ռուսերեն բառով ասած բալետ են անում իրան դա մեզ էլ է վերաբերվում իր ժամանակներում նախադեպը չկար բացառիկ անձ բայց մեզ էլ է չէ վերաբերվում դա Աստծո հետ քայլելու այդ մեր ժամանակներում ցույցատանից եկեղեցին սիրով լսում ենք ես եղբայրս Հարկ մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս հրաշալի կերպարը որը գրված է Եբրայեցիս 11-րդ գլուխ 5-րդ խոսքում Գրվածքը ասում է հավատքով Ենովքը երկրից փոխադրվեց, որպիսի մահ չտեսնի, ու որևէ տեղ չէր գտնվում, քանի որ Աստված փոխադրեց նրան, եւ փոխադրելուց առաջ վկայեց, թե Աստծուն հաճելի էր։ Իսկ հետո կշարունակենք։ Ընդամենը 2 խոսք է, 5 եւ 6 խոսքեր են 11-րդ գլխի։ Սա մի հրաշալի կերպար է, որը Ադամի սերունդից էր։ Ենովքը մարդ էր, ով Ադամի սերունդից 7-րդ սերունդից էր։ Այսինքն ստացվում է, որ Ենովքը երկրի վրա ապրելով, քայլելով այն ժամանակներում էր, որ դեռ Ադամը կենդանի էր։ Ու հետաքրքիր է, ինչով այնքը բացառիկ անձ, որ այնպիսի փոխհարաբերություն էր այնպիսի փոխհարաբերության մեջ էր մտել Աստծո հետ, այնպիսի փոխհարաբերություն էր կառուցվել իր ու Աստծո միջեւ, որ Աստված նրան վերցրեց եւ մահ չտեսա։
մարմնով ամբողջությամբ նրան վերցրեց։ Ու ինչն է հետաքրքրականը, որ գրվածքը ասում է հավատքով Ենովքը։ Իսկ որտեղից այս հավատքը Ենովքին։ Ով էր ես Ենովքը։ Ենովքը գրվածքը ասում է ընդամենը 3 տեղ է գրված Աստվածաշնչում։ Մի տեղ գրված է հին ուխտում, 2 տեղը գրված է նոր ուխտում, նոր կտակարանում։ Հին կտակարանում Ծննդոց 5:21-ում է գրված, որ Ենովքը պարզապես շբաց ենք այդ տեղը։ Ենովքը 65 տարի ապրեց եւ ծնեց Մաթուսաղային եւ ընդամենը իր ամբողջ տարիները 365 տարի են եւ Մաթուսաղային ծնելուց հետո գրվածքը ասում է, որ նա քայլեց Աստծո հետ։ Ինչպես մի թարգմանություն կա, որ ասում է վարվեց։ Քայլեց, վարվեց։ Ինչ որ մի մաղում կար իր ներսում, ով է Աստված, ով է այս ամենը արարել։ Եվ որտեղից այս հավատքի նախանձավորությունը բորբոքվեց Ենովքի ներսում։ Նրա ներսում բորբոքվեց Ադամի հետ հանդիպումից։ Ինչու է նրա ներսում այս նախանձավորությունը եւ նա մոտեցավ Ադամին եւ այս էր խնդրում նրանից։ Ադամ, պատմիր քո պատմությունը։ Չէ՞ որ դու նախամարդ ես։ Քեզ Աստված է ստեղծել հողից եւ դու ես վկայում, որ Աստված ինձ հողից ստեղծեց եւ իմ ռմբուկների մեջ կենթանության շունչ փչեց։ Ես մտածում եմ առաջի կարծես դեռ Ծննդոցը չգրված Ադամը իր կյանքի պատմությունն էր գրում Ենովքի սրտի մեջ։ Ինչպիսի հանդիպում էր սա։ Հիասքանչ ներդաշնակություն, հիասքանչ հանդիպում։ Ադամը պատմում էր, որ այս ամբողջ աշխարհը, որ Աստված ստեղծեց, եւ այդ աշխարհի մեջ մի Եդեմ առանձնացրեց։ Ինչ է այդ Եդեմը, Ադամ։ Ենովքը հարց է տալիս։ Ես ուզում եմ այս փոխհարաբերության այս հայացքները զուգահեռ իրար հետ այս զրույցը մենք անցկացնենք միասին։ Կարծես խոսում եմ Ադամի դեմքից եւ կարծես խոսում եմ փոխադարձ Ենովքի դեմքից։ Ադամ, դու ասում ես, որ Եդեմ ստեղծեց, իսկ Եդեմում գրված կասում այս ամենը ստեղծելով եւ մարդու համար մի Եդեմ առանձնացրեց եւ հողու փոշուց մի անկենթան մարմին պատրաստեց Աստված եւ էջք արեց եւ փչեց Ադամի ռնգունքների մեջ եւ մարդը եղավ կենթանի հոգի։ Մարդը անկենթան մարմին էր։ Ինչու է անկենթան, որովհետեւ նրա մեջ հոգի չկա։ Ինչ դրեց Աստված մարդու մեջ, իր ներսի հոգին դրեց մարդու մեջ եւ մարդը դարձավ հավիտենական էակ, հոգի։ Մարմինը կմեռնի, բայց հոգին հավիտենական է։ Եվ գրվածքը ասում է, որ Ադամը պատմելով այս ամենը եւ ասաց, որ այս ամենը մեզ տվեց, մեզ էր անցայել եւ ինձ տվեց նաեւ ընտրության, ազատության անցան։ Մի անգին անցան նվիրեց ինձ ազատության եւ Եդեմի պարտեզում 2 ծառ տնկեց, չար ու բարի գիտության ծառը եւ կյանքի ծառը եւ ասաց նրանից չուտես ուտելուտ օրը մահով պիտի մեռնես եւ ինձ մի կին պարգևեց հիասքանչեր եւ Ադամը պատմում էր իր պատմությունը եւ ասում էր Ենովքին Ենովք բոլոր կենթանի էակները կքված են միայն մարդն է ուղղահայաց դիրքով ստեղծված, որպեսզի մեր ձևից ու կերպից հասկանանք, որ մենք գործ ունենք վերին իրողությունների հետ, վերինների հետ, որպեսզի չտրվենք մեր կրքերին ու ցանկություններին։ Եվ այս փոխհարաբերությունը ներկայացրեց գեղեցիկ կերպով Ադամը։ Եվ այսպես էր ներկայացնում, ինչպես գրվածն է ասում, որ Աստված հով զով ժամին էջք էր անում Եդեմի պարտեզ եւ ամեն բան սկսում էր շարժվել։ Պատմիչ Խորենացին ասում էր Աստծո ոտնաձայներն են լսվում Եդեմի պարտեզում եւ Աստված եկավ, երբ որ Աստված այցելում էր նրա ներկայությունից ամեն բան սկսում էր շարժվել եւ ասում էր ես անմիջապես անհապաղ շտապում եի դեպի Աստծո ձայնը եւ ասում եմ եկավ արարիչը ես գնամ եւ հանդիպեմ նրա հետ եւ ասում էր այս փոխադարձ այս փոխհարաբերությունը
այս հիասքանչ ներդաշնակությունը ես վայելում եի հովզոր ժամին Աստծո հետ քայլելուց եւ այս ամեն պատմությունը, այս ամեն դրվագները, այս հարաբերությունը մտնում էր Ենովքի սրտի մեջ, նրա ոսկորների մեջ, նրա հայրան մեջ, նրա ուղնուծության մեջ եւ այս ամբողջ պատմությունից հանկարծ հայտնաբերում ենք մի բան, որ մարդը բաժանվեց Աստծուց։ Միթե հնարավոր է մարդը բաժանվի Աստծուց, ինչը կարող է մարդուն բաժանել Աստծուց, միայն անհնազանդությունը, մեղքը։ Երբ որ ասում եմ ես կերա այդ պտուղը, մի խավար պատեց, մի մութ պատեց, այլևս չկար այն գեղեցիկ այն ներկայությունը, կարծես արևը խամրեց, կարծես ամեն բան խամրեց, եւ Աստծո այդ հիասքանչ ձայն էր հնչում, ուր ես Ադամ, իսկ ես իմ կնոջը թաքնվել եմ այդ թփերի ետևում եւ կարծես ես ուզում եմ իմ մերկությունը ծածկել։ Ինչու՞ նա մերկությունը չէին կարողանում նրանք նկատել, որովհետև Աստծո փառքն է նրանց զգեստավորել, հանդերձավորել, ծածկել։ Եվ Աստված մոտենալը ոչ թե մեղադրական եւ դատաստանի ձայնով ահազ դու, այլ ասած Ադամ ուր ես, կարծես նա իր անկերոջն է որոնում։ Այսպիսի երանգ կա Աստծո ձայնի մեջ, այսպիսի հիասքանչ երանգ կա, ու այսօր այդ ձայնը հնչում է յուրաքանչյուրից։ Եթե մենք կորցրել ենք նրա այդ հարաբերությունը, մենք կորցրել ենք նրա ներկայությունը, նրան այլևս չենք վայելում։ Այդ ձայնը հիասքանչ կերպով հնչում է. Ուր ես իմ ընկեր, որտեղ ես, ես քեզ եմ որոնում։ Ինչ կատարվեց Ադամ։ Միթե այն ծառից, որ պիտի չուտեր դու կերար։ Միթե այն, որ ասել էր, որ պիտի դու նրանից չուտես ու դու կերար։ Ինչը բաժանեց ինձ քեզանից։ Միայն մեղքը, միայն անհնազանդությունը։ Եվ առաքյալը մեզ կհիշեցնի, ոչինչ ինչ չի կարող բաժանել իմ Քրիստոսի սիրուց, ոչ մահը, ոչ տառապանքը, ոչ հալածանքը, ոչ հրեշտակներ, ոչ ներկա բաներ, ոչ գալիք բաներ, որևէ բան չի կարող բաժանել Քրիստոսի սիրուց։ Եվ այս հանդիպումը, երբ որ եղավ Ադամի եւ Աստծո, Ադամը ասաց առաջին անգամ քո ձայնը լսեցի եւ թաքնվեցի, վախ պատեց, սոսկումը պատեց եւ շատ սոսկալի էր Ադամի վիճակը, սարսափելի էր, երբ որ Ադամը այսպես արտահայտվեց, ինչ փոխվեց Ադամ։ Միթե դու այդ ձայնը նախկինում չէիր լսում, դու լսում էիր Ադամ եւ սա քեզ հաճելի էր, եւ հանկարծ ինչը բաժանեց, այս բաժանումից մի անջրպետ գոյացավ, մի անդունդ, մի վի մարդու եւ Աստծո միջև։ Եվ այս էր աստվածային ծրագիր էր սրտում եւ աշխարհի ստեղծվելուց առաջ, ինչպես առաքյալն է ասում, մորթված գառնուկը, արդեն Տեր Հիսուսը զոհաբերված գառն էր աշխարհի ստեղծվելուց առաջ։ Եվ Ադամը այս պատմությունը պատմելով եւ նաեւ ասաց Ենովքին, Ենովք, Աստված մեզ վտարեց եւ անեծքը պատեց մեր սերունդներին։ Ես անկա իմ մաքուր ու ազնիվ անարատ այն բնությունից, որ Աստված այդ էությունը իմ մեջ կերտել էր։ Նա դրել էր իր հոգուց, որը ազնիվ էր, մաքուր էր, անարատ էր, իսկ ես այն փչացրեցի, ապականեցի։ Իսկ հիմա բոլոր սերունդները իմ պատճառով ապականված են ծնվում։ Մեղքով են ծնվում, ինչպես Դավիթն ասում, որ իմ մայրը ինձ մեղքով հղացավ։ Եվ բոլոր սերունդերի մեջ տարածվեց, կարծես մի ժառանգություն, առաջի Ադամից մի ժառանգություն փոխանցվեց ամբողջ ազգերին, ամբողջ սերունդերին։ Եվ այս հիասքանչ պատմությունը, որ պատմում էր, այս ամբողջ պատմությունից ես մտածում եմ, որ Ենովքի սրտի մեջ ավելի արժևորվում էր Ադամի եւ Աստծո հարաբերությունը, այս հիասքանչ ներդաշնակությունն էր նա վերցնում։ Մարդը, որ կարող էր մտածել այսպես Ենովքը, ինչու Աստված այդ ծառը։ Այսօր մարդը հակված է ավելի շատ մեղադրական ուղղությունը ընտրել, քան այն կարևոր սկզբունքային այն որոշիչ պահը, որ Աստված ուներ մարդու համար։ Մի ձևով
կարծես նաև այդ հետ վերադարձնելու փափագ կար, այսինքն Աստծո հետ փոխհարաբերություն, նա ուզում էր վերադարձնել, բայց քանի որ Ադամը պաշտպանվում էր, այդ ինքնապահպանողական բնազդը գոյացավ, երբ որ մարդը բաժանվեց Աստծուց, այդ արդարացումը, մարդկային արդարությունը սկսեց գործել, որ իրեն պաշտպանի, տերևները թզենում, չէ, որ ծածկել, բայց ժամանակի ընթացքում այն թոշներն եւ մարդու մեջքությունը Երևանը եւ Աստված ուներ լավագույն ճանապարհը, որը խորհուրդն էր կենթանու ողջակիզումը եւ նրա կաշվից հանդերձնել պատրաստեց եւ մարդուն զգեստավորեց։ Ինչ էր այս ամբողջ պատմությունից Ենովքը վերցնում, որտեղից է հավատքը առաջանում է մեր կյանքում լսելուց։ Ինչ է լսում Ենովքը լսում էր Ադամի եւ Աստծո փոխհարաբերությունը։ Եվ այդ ամբողջ պատմությունից նա կարող էր ասել ինչու Աստված դու գայթակղություն դրեցիր մարդու առջև, որ նա ուտի այդ պտուղը եւ մեղանչի, չէ՞ որ մենք կարող ենք նաեւ այս մի երեսից նայենք, մի այս տեսանկյունից, այս հայացքից, չէ՞ որ Ադամին ամբողջն էր տրված, ինչը չէր բավարարում մարդուն։ Ինչը չէր բավարարում ով ագահ մարդ, ամեն բան քեզ էր տրված, ինչու էր դու պատտվում այդ չարտոնված ծառի շուրջը, որ քեզ արտոնված չէր, որ դու նրանից ուտեիր, ինչն էր դու, ինչը քեզ մղեց այնտեղ, ինչը հետաքրքրեց քեզ, Ադամ, Եվ Ենովքը կարող էր այսպես մտածել։ Դա շատ տարբեր մտածելու ձևեր կարող էր։ Մեղադրական շատերին հետ խոսում ես, ասում են։ Եվ խռով էր, եւ Աստծուն այսպես անցալել։ Բայց ինչ դաժան ես Աստված։ Ինչու մարդուն պատժեցիք, չէ՞ որ դու ես նրան ստեղծել եւ կարող ես տալ եւս մեկ հնարավորություն։ Բայց Աստված անփոփոխ է եւ որևէ բան նրա ողորմությունը, նրա սերը չի կարող շրջանցել նրա արդարությունը, նրա դատաստանները։ Սակայն այս ամենից ինչ ենք մենք սովորում։ Ենովքը այս ամբողջ պատմությունից նա ընդունեց այս հիասքանչ ներդաշնակությունը փոխհարաբերության։ Եվ ես հավատքը ընկալում եմ այսպես, որ հավատքի հիմքում հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից եւ Աստծո խոսքի եւ այդ ընդունելու եւ հավատքի հիմքում ամենաառասկզբունքային եւ առանցքային որոշիչ արժեքը դա փոխհարաբերությունն է։ Հավատքի հիմքում ընկած է փոխհարաբերությունը։ Այսինքն եւ ներողություն եւ այդ ամենից Ենովքը վերցրեց այս, ով զով ժամին Աստված է շկերանում պարտեզ եւ Ադամը անմիջապես շտապում էր Աստծո ձայնի ուղղությամբ, եկավ արարիչը, ես ուզում եմ նրան ողջագուրվեմ, նրա հետ շփվեմ, նրա հետ հանդիպեմ, այդ զով ժամին նրանք զրուցում էին, զբոսնում էին ամբողջ այդ եդեմական պարտեզում, ինչ հիասքանչ ժամանակներ էր Ադամ, եւ այս ամենից բորբոքվում էր Ենովքի ներսը եւ նա ասում էր ես պիտի նրան փնտրեմ, ես ուզում եմ նրան, ինչ հիասքանչ է եւ Ենովքը այսպես էր նրա հետ խոսում Ադամի հետ, Ադամ պատմիր ինձ Աստծո մասին, ես համակ ուշադրությամբ կլսեմ քեզ, պատմիր ինձ, խոսիր ինձ Աստծո մասին, ով է Աստված, չէ որ դու նախամարտն ես, դու ես եղել ամենաառաջին մարդը, մինչև Եվայի ծնունդը, մինչև Եվայի ստեղծվելը, դու ես եղել, ինչ ժամանակներ էր քեզ համար, ինչպես էր դու փոխհարաբերությունը, ինչպիսին է Աստված, պատմիր ինձ Ադամ Աստծո մասին, եւ ես կլսեմ քեզ, եւ այդ ամեն խոսքերը փոխհարաբերության թափանցում էր Ենովքի սրտի մեջ, նրա ոսկորների, նրա այրան մեջ, եւ այդ դողն էր բռնել փոխհարաբերության, եւ ասում էր ես կընտրեմ Աստծո հետ քայլելը, ես ավելին եմ ուզում Ես չեմ բավարարվում միայն նրա գոյությամբ, որովհետև մենք այստեղ կկարդանք, ինչպես է Եբրայեցիս թղթի հեղինակը գեղեցիկ կերպով ներկայացնում։ Մինչև անցնես հաջորդ էտապին, խոսքի մի հետաքրքիր բան մտքովս անցավ, նայ, մարդիկ շատ են լսում Աստծո մասին, չէ, ասենք վկայություններ, մարդիկ վկայում են իրենց փորձառություններից, բայց տարբերությունը նրանում է, որ այսպես կատեգորիաների եմ ուզում հիմա բաժանել, մարդ, որը ընդհանրեն իր համար հաճելի պատմություն է, մարդ, որը չի հավատում
մարդ, որը ոչ թե պոզիտիվ, այլ նեգատիվ է միշտ մտածում, ինչի Աստված, ինչի մեղադրական բան ունի։ Մարդ, որը ինչ ասեմ, իրեն անվանելով քրիստոնյա, բայց իմիջայլոց վերաբերվում, մակերեսային, բայց մարդ էլ կա Ենովքի պես, եւ ուրիշ հերոսների էլ այստեղ նշում եբրայցիների մեջ, բայց ինչով ենք առանձնահատուկ, որ քայլեց Աստծո հետ եւ չգտնվեց, բայց նայ, ինչ եմ ուզում ասեմ, երբ որ մարդ լսում է, այս այա ճշմարիտ, մարդ, որը իր մեջ ունի մի բան, որը չգիտեմ, արձագանք է տալիս, ինչպես դու շատ լավ ներկայացրել, փափակ, կարոտ, ճանաչելու նրան, մտերմանալու նրա հետ, շատ ավելի խորը արմատներ գցելու, այս տեսակները քիչ են, այս տեսակները եզակ են, բացառիկ են, ինչպես դու ասեցիր, եւ իզուր չի, որ Ենովքին նշվեց, հա, մարդ, որը առաջին իսկ առիթը ձեռքից բաց չի շանսը, սա շանսը։ Միթե այդ ժամանակ չկային ուրիշներն էլ կային ու իհարկե կային, շատերը կային։ Եվ Ադամի սերունդները շատ մեծ էին։ Գրված ասում է, որ Ենովքը աղջիկներ եւ տղաներ կրկին ունեցավ Մաթուսաղայից հետո։ Այո։ Բայց Ենովքը բայց ինչ քիչ են, չէ՞։ Կատարվեց մի արմատական փոփոխություն կատարվեց Ենովքի կյանքում։ Իրադարձություն։ Մեսիջա, սա շատ կարևոր մեսիջա մեզ։ Որովհետև ես այսօր մտածում եմ եկեղեցին պիտի վերադառնա Ենովքի կյանքին, որովհետև արդյունությունը սկսվում է Ենովքի կյանքից։ Մեր կյանքի փրկությունը սկսվում է Ենովքի կյանքից։ Այս որպես օրինակ, այո, ոչ թե Ենովքով է փրկվում, այլ Ենովքի կյանքից է տեսակը, չէ, տեսակի մասին։ Արդյունքն ենք ուզում։ Մենք պետք է վերադառնանք դեպի Ենովքի կյանքը։ Ենովքի կյանքն է, որ ավելի ներդաշնակ, ավելի արմատական է դարձնում, ավելի որոշիչ եւ անփոփոխ դարձնում է մեր եւ Աստծո փոխհարաբերությունը։ Ես ուզում եմ հարց տամ, ուսեն զրույց ոչինչ որ։ Այո։ Նայ, երբ որ խոսում է Ենովքը, այստեղ խոսում է նրա մասին, որ Ենովքը քայլեց Աստծո հետ։ Ինչ է դա քայլել Աստծո հետ։ Ուղղակի ճանապարհ են գնում, հա, թե իմաստը, բովանդակությունը։ Սա խոսում է խորը մտերմության մասին։ Սա խոսում է, որ մարդ որոշեց, որ ես պետք է փնտրեմ Աստծո խորը երես։ Ինչի բավարար է, որովհետև հիմա արդեն 6-րդ խոսքում հիասքանչ կերպով բացվում է, թե ինչ է նշանակում հավատքը, տալիս Առաքյալը Եբրայեցիս թղթի հեղինակը հավատքի բանաձևը սահմանում է, ընկալում է, որ այսօր մենք երբ որ կնայենք հավատքի բանաձևը, մեր ընկալումը, մեր մտածելակերպը, ինչպես որ մենք մտածում ենք, ինչ է հավատքը, կփոխվի, արմատական փոփոխություն կլինի մեր մտածելակերպում, որովհետև հավատքը այսօր ընկալված է ճնշող մեծամասնությունը այսօր եկեղեցիներում մտածում եմ որ հավատքը նա է թե ես ինչ կստանամ Աստծո կենցաղային հարցերասված կլուծի ես հավատացի տերից տվեց բնական կյանքի վրա բժշկություն հրաշքներ եւ այլ բաներ սակայն այստեղ մտածում ես եւ տեսնում ես որ այս հավատքը ինչքան տակար է ինչքան թույլ է որ փոթորիկներից կարող է այն տարուբերվել Երբ որ փորձությունը գա, երբ որ Առաքյալը, Պետրոս Առաքյալը իր թղթում այսպես է նշում, ինչպես որ կորստյան ոսկին է փորձվում կրակով, այնպես էլ մեր հավատքն է փորձվում։ Երբ որ գա հավատքի փորձությունը, մարդը կշրջվի Աստծուց, որովհետև նրա հավատքի հիմքում հրաշքներն են, նրա հավատքի հիմքում Աստծուց ստացած խոստմունքներն ու մարգարեական խոսքներ։ Դրա համար, երբ որ փորձությունը կգա ստուգելու Ինչպես կորստյան ոսկին է կրակով փորձում, չէ՞ կրակով փորձում, որպեսզի օտար մետաղները նրան լքեն, եւ նա դառնա արժեքավոր ոսկի։ Որի մեջ չկա օտար մետաղ։ Այսինքն հավատքի տեսակ կա ցածր մակարդակի, շատ թույլ է այդ եսակենտրոնը իմ համար։ Որի հիմքում փոխհարաբերությունը։ Այսինքն խոստումներն էլ իմ համար են, որ ես լավ զգամ, բայց մենք որի հիմքում ընկաշի։ Այո, ավետարան մեզ այդպես չի սովորում։ Խոստումներն էլ է իր համար, ոչ թե մեր համար։ Իդեպ ասեմ, որ Ենով կանոնը նշանակում է նվիրյալ։ Նվիրում, անծայված։
Հիասքանչը նրա անվան նշանակությունը խորհուրդ է, որ նշանակում է նվիրյալ։ Ես ուզում եմ առաջ անցնենք հիասքանչ շարունակություն հիասքանչ շարունակություն ունենք եւ ուզում եմ կրկին 5-րդ խոսքից կարդալ հավատքով Ենոքը երկրից փոխադրվեց որպիսի մահ չտեսնի եւ որևէ տեղ չէր գտնում քանի որ Աստված փոխադրեց նրան եւ նրա համար փոխադրվելուց առաջ վկայեց թե Աստծուն հաճելի է ինչքան փառահեղ է Աստվածային վկայությունը Աստծուն հաճելի Աստծո վկայությունը անզուգական է անփոփոխ է Աստծո վկայությունը ամենազարմանահրաշն ամենաերանելի մարդն է նա ով ունի Աստծո վկայությունը Հիսուսի համար էլ այո նա իմ սիրելի որդին ես դա ուզում ասել որովհետեւ հիասքանչ նմանություն կա այս հաճելիության մեջ երբ որ Տեր Հիսուսը եկավ երկրի վրա հայրը երկնքից մկրտության օրը երբ որ նա մկրտվեց ջրից դուրս եկավ գրված ասում է աղավնին սուրբ հոգին աղավնի կերպարանքով իջավ նրա վրա եւ մի ձայն լսվեց երկնքից ահա իմ սիրելի որդին որին հավանել եմ այո նա մեր հավանությունն է մեր հաճությունն է Տեր Հիսուսը սակայն այստեղ մի կերպարի ենք մենք հանդիպում որ կրկին Աստված վկայում է նրա համար որ նա հաճելի է դու իմ հավանությունն ես Ենովք այս ամբողջ դարաշրջանի մարդկության մեջ այս ներկա ժամանակներում դու իմ հաճությունն ես Ենովք դու իմ սիրտը նվաճեցիր դու իմ սիրտը գրավեցիր դու եկար իմ սրտի մեջ Ենովք ինչ հիասքանչ է այս ապրումները եւ Աստված էր այդ ապրումները ունենում եւ Ենովքը ինչու՞ չասենք որ Աստված ուներ նաեւ այդ ապրումները ուներ այդ ապրումները Ենովքի հետ հարաբերության մեջ մեզ որոնող Աստված հանդիպեց մեկին ում հանդիպեց մեկին ով Ադամի սերունդից էր 7-րդ սերունդից մինչև 7-րդ սերունդը որևէ մեկին չէր կարողանում հանդիպեր նա փնտրում էր հանկարծ մեկին տեսավ որ լսում է Ադամի պատմությունը հանկարծ տեսավ որ նա իր սիրտը ամբողջապես անմնացորդ բացեց Աստծո հետ հարաբերության համար ինչպես բացեց երբ որ Ադամը ասաց ով զով ժամին Աստված էշկերանում եդվի պարտեց եւ մենք զբոստում ենք զրուցում ենք հանդիպում ենք եւ այդ պատմությունը այդ հանդիպումը մտնում էր մխրճվում էր Ենովքի սրտի մեջ եւ նա ասում էր Ադամ խոսիր ինձ Աստծո մասին եւ ես համակուշադրություն կտամ պատմիր ինձ Աստծո մասին ով է արարիչը եւ նա ասում էր Ադամ Ենովք ես բաժանվեցի Աստծուն եւ մահը մտավ մարդկության մեջ Ադամ մարդիկ մահանում են այո սկզբից ես մահացա հոգեվոր իսկ հետո բնական մահը մտավ մենք մարդիկս որ ծնվում ենք մենք գնում ենք դեպի մահվանը մենք գնում ենք դեպի մահը ոչնչանալուն կարծես այլևս մենք որ հավիտենական էակներ ենք ստեղծված մենք կորցրեցինք այն Ենովք ինչ կատարվեց առաջին մարդը որ մահացավ այս երկրի վրա իմ որդին էր Ենովք իմ որդից մահացավ Աբելը եղբայրասպանություն տեղի ունեցավ եղբորը նախանձեց ատեց եւ Աբելը հաճելի էր Աստծուն նա զոհ բերեց Աստծուն եւ Աստված ընդունեց նրա զոհը բայց Կայենը ատեց իր եղբորը եւ այդ ատելությունից սպանեց իր եղբորը Եվ ով էր այս մարդասպանը, ինչպես Տեր Հիսուսը նոր ուխտում իր առաքելության ժամանակ նա ցույց տվեց, ով էր այս մարդասպանը, ակունքը սատանան էր, նա առաջին մարդասպանն է, որ սպանեց Աբելին։ Աբրահամ ջան, հիասքանչ կերպով նա պատմիր այս ամենը, ինչ է, Ադամ մարդիկ մահանում են, եւ նա ցույց տվեց իր որդու մահը։ Այո, իսկ ես մտածում եմ, որ Ենովքը ավելի նախանձավոր էր դառնում եւ բորբոքվել ներսում ես չեմ ուզում մահանամ ես ուզում եմ հավիտենական ապրեմ ես ուզում եմ քեզ հետ ապրեմ ես չեմ ուզում որ այդ մահվանը հաղորդ լինեմ թեպետ իմ ներսը ապականված է բայց ես քեզ եմ ուզում ինչ ուզում եմ լինի ամեն գնով իմ կյանքի գնով ես ամեն բան կթողնեմ միայն քո ետևից կգամ եւ սա նվաճեց Աստծո սիրտը եւ Աստված այցելում մեր ժամանակ առ ժամանակ 300 տարին քիչ չի ինչու 365 տարի չէ որ այս ամենը խորհրդաբար նշանակում է մեր տարվա 365 օրը այն նաև ամեն մի օրը ցույց է տալիս որ մենք ունենք այս հիասքանչ էակի
կարիքը, մենք ունենք նրա փափագը, քաղցը, որ մենք ոչ թե պիտի իրավիճակներից կամ եղանակներից դրդված նրան փնտրենք, կարիքներից կամ պահանջից դրդված մենք պիտի մղված նրան փնտրենք, այլ նա մեր կարիքն է, թե առավոտ, թե ցերեկ, թե երեկո, թե գիշեր, թե քնած, թե արթուն, նա մեր բորբոքն է, մեր այրույցն է, մեր սրտում, որ մեր քաղցն ու ծարավն է, որ անգամ երազների մեջ, անգամ մեր քնած տեղում մենք պիտի կանչենք այդ հիասքանչ էակին, Տեր Հիսուս, ես ուզում եմ քեզ, դու իմ կարիքն ես, դու իմ պահանջն ես, եւ այս ամենի մեջ Աբրահամ ջան հիասքանչ էր, որ ես մտածում եմ, որ Ենովք այնքան էր մոտեցել Աստծուն, որ նա նրան վերցրեց։ Ես մեկ անգամ ակամայից հիշեցի Դեվիդ Վիկերսոնին, նա հիմա ննջել է եւ Տիրոջ մոտ է։ Նա այսպիսի մտորումներ ուներ Ենովքի վերաբերյալ։ Մի կարճ հոդված էր, շատ վաղուց էի կարդացել, ակամայից հիշեցի, որ այնտեղ հիասքանչ կերպով նա ներկայացնում է եւ նա էլ մտածում էր այս կերպարի մասին։ Նա ասում է, ես մտածում եմ եւ ասում եմ, ինչպես եղավ, որ նա մահ չտեսա։ Ինչպես Աստված դու նրան վերցրեցիր, չէ՞ որ նա Ադամի ժառանգությունն էր։ Ինչպես նա մարմնով գնաց։ Եվ այս ամբողջ ասում եմ մտորումների ժամանակ հանկարծ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ։ Ասեց Դավիթ, դու անհանգստացած ես, որ Ենովքը ապրեց երկիրը եւ ես նրան վերցրեցի, եւ ես կբացեմ այդ գաղտնիքը, ինչու՞նն էր։ Կամ մի գաղտնիք, որ ծածկված է մարդկությունից, եւ ես կբացեմ այդ գաղտնիքը, որը իմ սրտում է գտնվում։ Ինչ գաղտնիք է գտնվում Սուրբ Հոգու սրտում, որ բացեց Դավիթ Վիլկերսոնին։ Նա բացում է հետեւյալ խոսքերով. Դավիթ, ընկերակցությունը դա իմ կերակուրն է։ Ենովք այնքան մոտեցավ ինձ, այնքան էր ինձ հետ ավելի սերտ ու հարաբերության մեջ այդ մտերմությունը դա դարձավ իմ կերակուրը։ Դա իմ կերակուրն է։ Ես հայտնում եմ իմ գաղտնիքները իմ մտերիմներին, ինձ որոնողներին, ինչքան հիասքանչ է հնչում այս ազդարարող ձայնը, որ ընկերակցությունը իմ հետ մտերմությունը դա իմ կերակուրն է։ Ինչը Աստված դու կերակուրի կարիք ունես, պահանջ ունես, այո, այսօր Աստված որոնում է յուրաքանչյուրից եւ այսօր մեզ որոնող Աստված այդ կերակուրի կարիք ունի։ Նա փնտրում է մեզ։ Նա կարող ենք ասել Ենովքը նա երկրպագու էր, նա մարգարե էր Աստծո եւ մենք կտեսնենք, որ նա մարգարեացավ դեպի գալիքները անգամ Քրիստոսի գալուստը, որ Հուդայի թղթում հիասքանչ կերպով բացում է այն։ Հուդայի թղթում գրված է, որ նա զայրացած իր զայրույթը, իր ցասումն է հայտնում, իր նողկանք այն մարդկանց եկեղեցու որոշ զանգվածի, որ նրանք ապրում են աշխարհային կյանքով։ Նրանք ձեր սիրո խնջույքներում են, բայց ունեն շնության աշկեր, պոռնիկության աշկեր, որ նրանք նստում են ձեր հետ հաց են ուտում, բայց նրանց սրտում Քրիստոս չի ապրում։ Եվ սրանց համար Հուդայի մեկ գլուխը, Հուդայի թղթի 1:14-ում այսպես է գրված, որ Ենովքն էր, որ Ադամից 7-րդ էր, մարգարեացավ սրանց համար եւ ասեց, որ նրանք Աստծո աչքին գարշելի են եւ Աստված դատելու է նրանց եւ Ենովք այս մարգարեացավ, որ Աստված իր բյուրավոր սուրբերի հետ եկավ դատելու այս աշխարհը, ամբարիշներին դատաստանը տեսնելու։ Ինչ փառահեղ է այս Աբրահամ ջան, որ Ենովքը տեսնում է գալիք ապագան։ Ես նաև տեսնում եմ ինչու նա վերցրեց Ենովքին, որտեղ Ենովքը ամբողջությամբ վերափոխվեց, վերստի ծնվեց, նա տեսավ Տեր Հիսուսի մահը, տեսավ հարությունը, տեսավ նրա առաքելությունը, տեսավ նրա տառապանքներն ու չարչարանքները եւ այդ ամենը մտնում էր Ենովքի սրտի մեջ, նրա այրան մեջ, եւ նրա այրունն էր փոխվում, նրա դենկան էր փոխվում, նրա ժառանգությունն էր փոխվում, եւ Տեր Հիսուս Քրիստոսի Աստծո որդու մորթված գառան էությունն ու իսկությունն էր հաղորդվում Ենովքի կյանքի մեջ։ Եթե այդպես չլիներ, նա չէր կարող տեսնել գալիքը Տեր Հիսուսի վերադարձը, որ Աստված գալիս էր բիրավոր սուրբերով։ Որոշները այստեղը մեկնում են այսպես, որ դա Նոյի օրերն էր։ Եթե Նոյի օրերն էր, ուրեմն Ենովքից առաջ գոյություն ունեին սուրբեր։ Եվ սա
ճիշտ մեկնություն չի, որ դա կոչվում է Նոյի օրերը, ջրհեղեղի օրերը, որ այդ ժամանակ էլ մարդիկ ուտում, խմում են եւ ամբարիշտություններ են անում, ամուսնանում են, ընտանիք են կազմում, ինչպես Տեր Հիսուսը նկարագրեց, որ Նոյի օրերն են վերջին օրերը նմանացնում են Նոյի օրերին, բայց երբ որ նայում են գրվածքին, որ Աստված իր բյուրավոր սուրբերի հետ եկավ դատելու այս աշխարհը, այս մարգարեություն, այս 3 տեղը ծննդոց, Եբրայեցիս թուղթ 11-րդ գլուխ եւ Հուդայի թուղթը վերջին վկայությունն է Ենովքի մասին, որ նա մարգարեցավ գալիքներին անգամ Տեր Հիսուսի վերադարձին։ Եվ ես մտածում եմ, որ նա ամբողջ այդ պատմության մեջ ներգրավվեց, տեսավ, ծնվեց, ապրեց եւ Աստված ասաց. դու չես կարող այստեղ մնալ։ Աբելը մահացավ, նա հոգով գնաց, բայց մարմինը մնաց երկրի վրա։ Իսկ Ենովքը նրան փնտրում են։ Եթե նա գրվածք ասում է, նա չէր գտնվում, ուրեմն նրան փնտրողներ կային։ Նրա ընտանիքը նրան էր փնտրում։ Կարծես նա իրեն զրկել էր ամեն ինչից։ Միթե Աստված թույլ չի տալիս, որ մենք մեր երեխաների հետ շփվենք։ Նա թույլ է տալիս։ Նա ասում է, եթե մեկը ինձանից շատ սիրի իր երեխաներին, հորը, մորը, քրոջը, եղբորը, նա ինձ արժանի չի։ Սա չի նշանակում, որ նա թույլ չի տալիս մենք սիրենք, այսինքն ինձանից առավել չսիրեք։ Եթե մեկը ինձանից առավել սիրի, նա արժանի չի։ Եվ ինչ էր այս ամբողջ պատմությունը հիասքանչ կերպով, որ Ենովքը քայլեց եւ Աստված նրան վերցրեց։ Եվ 6-րդ խոսքում ասում է, ինչներից նաև գրավում, որ Աստված վկայեց Ենովքի համար հաճելի էր։ Այսօր մարդիկ փնտրում են մարդկային վկայություն։ Մարդիկ փնտրում են, թե ով իրենց մասին ինչ կասի։ Մարդիկ փնտրում են այդ գովեստի խոսքերը։ Մարդիկ փնտրում են, օրինակ ես շատ եմ հանդիպել քարոզիչներ, որ նրանք միշտ քարոզելուց հետո փորձում են հասկանալ լավ է քարոզում կամ ինչ որ խրախուսանքի, այսպես գովեստի խոսքեր լսեն։ Ինչա տալիս մեզ դա։ Եվ Տեր Հիսուսը ասաց սա իր առաքելության ժամանակ Հովհաննեսի ավետարանում, դուք չեք կարող ինձ հավատալ, եթե իրարից եք փառք փնտրում։ Այլ ոչ թե դուք իրարից պետք է փառք փնտրեք, այլ իմ հորս փառքը պիտի փնտրեք։ Աստծո փառքը, ովքեր են ինձ հավատում, ովքեր փնտրում են, հոր փառքը։ Եվ սա է խոսքը հենց դրա մասին է։ Հենց սա է, որ հաճելի է, վկայեց, ինչ երանելի այն մարդը, ով ունի աստվածային վկայությունը։ Ինձ հետաքրքիր չի մարդիկ ինչ կմտածեն իմ մասին, բացասական թե դրական։ Մարդիկ կգովեն, թե ինձ կնախատեն, ինձ համար ամենագեղեցիկ, ամենաանզուգական վկայությունը այլ Աստծո վկայությունը։ Այո, վկայությունը, որ ինձ հաճելի ես որդիս, ես ուզում եմ քեզ։ Ինչ երանելի է, որ Աստված մեզ յուրաքանչյուրիս ասի, եկեղեցի յուրաքանչյուր անդամի, ես ուզում եմ քեզ, իմ դուստր, ես ուզում եմ քեզ, իմ որդիս, ես քո կարիքը ունեմ։ Եւ 6-րդ խոսքում հələ մի րոպե մենք ժամանակ ունենք, մենք 10 րոպե մնաց, արագ ես կասեմ, հայ։ Հռոմեացիս 14-17-ում շատ հետաքրքիր է ասում այս խոսքը նաեւ Աստծուն հաճելի լինելու մասին։ Նա ինչ ասում Պողոսը, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չի, այո, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով, որովհետև նա, որ սրանցում Քրիստոսին ծառայում է, այո, Աստծուն հաճելի է եւ մարդկանցից գովելի։ Սա է վերջին խոսքը Աստծուն։ Սա անփոփոխ եւ շատ արմատական եւ որոշ շատ գեղեցիկ է։ Առանցքային սկզբունք է կրում իր մեջ։ Բայց 6-րդ խոսքը հիասքանչ արագ ես ասեմ, բայց առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, որովհետեւ նա, որ Աստծուն մոտենում է, պետք է որ հավատա թե Աստված կա եւ թե վարձահատույց է լինում նրանց, որ իրեն են փնտրում, ոչ թե իրենից են փնտրում, իրեն են փնտրում, իրեն փնտրել, սա առանցքային սկզբունք է մեր Աստծո փոխհարաբերության միջև, ուրիշ ոչինչ չեն կարող սրան ավելացնել, սա հիմքային է, սա անփոփոխ է, բայց առանց հավատքի անկարելի Աստծուն հաճոյ լինել։ Հիմա այստեղ տալիս է հավատքի երկու սահմանում, առաջի սահմանումը, որ Աստված կա,
Նա ամենագոյն է, նա արարիչն է, ամբողջ երկինքները, այս լուսեղեն երկինքները ստեղծող Աստված, նա հիասքանչ կերպով տիրում է իր արդարությամբ եւ իրավունքով։ Նա ինքնիշխան Աստված է, ամբողջ երկինքների Տերը, հրեշտակների Տերը, իշխանը, նա անվախճան զորությունն է։ Նա ոչ ունի օրերի սկիզբ եւ ունի ոչ օրերի վախճան։ Նա մաշտանջենական է եւ հավիտենական, ամենագոյ է եւ ներկա ժամանակներում եւ անցյալում եւ հավիտենությունում։ Նա փառահեղ իշխան է։ Բարերը բավարար չեն նրան ներկայացնելու, գեղեցիկ նրան ներկայացնելու մի նախադասում։ Նա հավիտենական հայտնությունն է։ Ամեն, ամեն։ Նա հավիտենական բացահայտությունն է։ Նա գերազանց է։ Հավիտենությունը պայմանավորված է նրա հայտնությունով։ Ոնց ուզում ես մտածի։ Փառահեղ է Աբրահամ ջան, որ նա ինչպես Սաղմոս 45-ում է գրված կորխի որդիները, երբ որ այս Սաղմոսը գրեցին, մարգարեական, որը վերաբերում է Քրիստոսին, եւ ասում էր դու մարդկանց որդիներից ավելի գեղեցիկ ես։ Նայում է մի գեղեցկության եւ համեմատում է մարդկանց որդիներին եւ ասում է դու մարդկանց որդիներից ավելի գեղեցիկ ես, մեկ ուրիշ թարգմանության մեջ գրված է գերազանց ես, քո շուրթերից շնորհք է հոսում։ Դու հիասքանչ ես, այդ հիասքանչ էությանը, իսկությանը տեսնելով նրանք ապշում էին եւ ասում են որ դու փայլում ես քո ողջ հմայքով, քո ողջ գերազանցությամբ, դու հիացմունքն ես մեր եւ այստեղ բայց առանց հավատքի անհնար է Աստծուն հաճո լինել, որովհետեւ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա։ Բավարար է միայն որ մենք հավատանք, որ Աստված կա։ Այստեղ են որ ճնշող մեծամասնությունը զգալի մասը եկեղեցու կանգ է առնում։ Ես հավատում եմ, որ դու կաս։ Ամեն տեղ գոյություն ունեցող Աստծո ներկայությունը դեռ բավարար չի նրան ճանաչելու։ Ամեն տեղ է նա ամեն տերևի, ամեն այն երեխան, որ ծնվում է, երեխայի ճիչի մեջ է, հիասքանչ ամուսնական զույգերի ուխտի մեջ է, նա գեղեցկության, ամեն գեղեցկության մեջ է, նա անգամ մահացող մարդու վերջին շնչի մեջ է գտնվում։ Նա ամեն տեղ է, ինչպես Հոբն է վկայում եւ ասում է, երբ որ մենք քնած ենք, Աստծո ամենատես աչքերը այդ քնած ժամանակ զննում են մեզ։ Որտեղ չկա Աստված այդ վայրը գոյություն չունի։ Դա մահ է, գոյություն չունի, այո։ Խավար է, անդունդ է, չգիտեմ ինչի։ Խավարը անգամ այդ տեղն էլ չկա։ Խավարն էլ ասма կոմոդ լույսի պես։ Այո։ Իսկ այսօր մենք սահմանափակում ենք Աստծուն միայն նրա գոյությունը։ Ամեն տեղ գոյություն ունեցող Աստծուն ներկայությունից մենք պիտի անցնենք, մենք պիտի հատենք այդ սահմանագիծը, մինչև չհատենք այդ սահմանագիծը, մենք չենք կարող վայելել դրան հայտնված ներկայությունը։ Դե Կարեն ջան, նայ։ Ես ուզում եմ վայելել նրա հայտնված ներկայությունը, ինչպես Ենովքն էր, որ ասաց. Ես փնտրում եմ նրան, ում է վարձահայտույց լինում Աստված, նրանց ովքեր իրեն փնտրում են, ոչ թե նրանց, ովքեր իրեն հավատում են, որ նա գոյություն ունի։ Այսօր աշխարհի մեծ մասը հավատում է նրա գոյությունը, գիտնականները անգամ չեն կարող ժխտել նրա գոյությունը, որ նա կա, նա ամենագոյ է, նավաստիները, երբ որ գիշերը այսպեսի մի փորձառություն կա, որ նավաստիները, երբ որ գիշերը այդ գիշերվա խորը քնի այդ 4-ի, 3-ի, 4-ի, 5-ի սահմաններում այդ խորը գիշերվա ժամերին նրանք ասում են այդ օվկիանոսի այդ մեջտեղում, երբ որ մենք հայտնվում ենք, ինչ որ մի աներևույթ էակի բաբախյուններ, շունչ էր փչում։ Աստված անգամ այդտեղ է, այդ լուր գիշերվա մեջ։ Աստված այդտեղ է արեգակը, երբ որ ծագում է։ Մեր երկրագունդը, որ շրջանաձև է, դեռ Եսայի մարգարեն ասում է, նա շրջանաձև է, ոչիչի վրա հիմնված, նա պատտվում է։ Ինչն է նրան պահում, դա Աստծո խոսքն է նրան պահում։ Նա չունի հենարան։ Բայց այսօր ինչ է ես ակնկալում նրանից։ Ես հավատամ, որ ես ունենամ բարեկեցիկ կյանք, որն է իմ կենսակերպը, կենսաձևը, ինչն եմ ես ընտրում,
Աստծո հետ հարաբերության մեջ։ Միայն հավատամ, որ նա կա եւ նրա ձեռքը պարզած է, որ իմ կյանքում հրաշքներ անի եւ ես նրանից միշտ ակնկալեմ, թե ինչ նա կա ինձ եւ ինչ ունի ինձ համար։ Եվ ամենասկզբունքային առանցքային սկզբունքը սա է, սկզբունքային է, որը հնչում է այս փորձառությունը, որ քչերը ունեն, ինչպես Ենովքը ունեցավ իր դարաշրջանում։ Քչերը ինչու, Աբրահամ ջան, որովհետեւ այսօր մեծ մասը, զգալի մասը ունի այս փորձառությունը աստվածապաշտության մեջ եւ սա շատ որոշիչ է եւ արմատին դրված է այս փորձառությունը ունի որ նա կա եւ գոյություն ունի եւ դրանից ավելին նրանց կյանքում չկա դες ստեղ վարչահայտույց նախ վարչահայտույց բառը աստված վարչահայտույցը միայն այստեղ է դրած ուրիշտեղ չկա ասպես աստված ոչ մի բանով պարտավոր չի մեզ վարչահայտույց լինի բայց մի բան կա որ ինքն իրեն պարտավորեցնում է հանդիպել նրան կամ ինքն իրեն հայտնել նրան եւ այդ է վարչահայտությունը ով որ իրեն փնտրում է եւ սա մի ձևով կարծես աստծո իրեն պարտավորված է համարում այո դա շախտելի է դա աստվածային պարտավորությունն է եւ նա դինք անտնում այո նա այդտեղ չեզոք դիրք չի ընդունում միանշանակ Չեզոքությունը բացառվում է, երբ որ մենք փնտրում ենք, կարծես Աստծո մեջ մի քաղց է գոյանում։ Ես այսպես եմ մտածում։ Հենց դա է հավիտենությունը, Կարեն ջան։ Այդտեղ ունի Աստված իր մեջ։ Միտեղ կա Աբրահամ ջան, միտեղ կա որ ինչպես Մովսեսին ասեց, ես մի տեղ ունեմ, դու ուզում ես ինձ տեսնես, բայց ես մի ժայռ ունեմ, մի տեղ ունեմ, եւ այդ ժայռի խորոչում ես քեզ կդնեմ, եւ ես կանցնեմ քո արջևով եւ դու ինձ ոչ թե երեսիս կտեսնես, որտեղ մարդին չի կարող տեսնել եւ ապրել։ Դու ինձ թիկունքից կտեսնես։ Եվ երբ որ Մովսեսին դրեց այդտեղ, ես նաեւ մտածում եմ այդ նույն խորոչը այսօր կա նրա սրտի մեջ, որը առաջացավ Աստծո այդ խոհերի մեջ, այդ ապրումների մեջ, մինչև այս արարչությունը, մինչև այս ստեղծագործությունը, ես այս ամենը երբ որ խոսում եմ, ես չեմ կարող իմ հուզմունքը պահեմ, որովհետև երբ որ խոսում ես նրա սրտից, նրա կյանքից, այդ խորոշն ես տեսնում, որ տեսնում էր մարդը մեղանչեց, նա զատվեց, նա թողեց իրեն, բայց այդ տեղը, որ նա պատրաստել էր մարդու համար, որ նա իրեն պետք է տեսներ, վայելեր, մեկանալ նրա հետ, նա շրջվեց իրենից և չմտավ այդտեղ, հանկարծ մեկին գտավ, որը Ենովքն էր, և ասեց այս մարդը կմտնի այստեղ, Եվ այս դատարկությունը կլրացնի, եւ այս մեկ մարդով ես կլրացնեմ, եւ դա ինչ էր տեսնում այնտեղ, տեսնում էր այն գեղարդը, որ խոցեցին խաչի վրա կախված Տեր Հիսուսին, երբ որ նա իր հոգին ավանդեց, երբ որ ստուգում էին նրան, որ տեսնեն նա մահացած է, եւ այդ գեղարդը, այդ եզրը, որ սուր էր, Գեղարդին նա խոցեց նրա կողը եւ նրա կողքը բացվեց եւ այրուն ու ջուր հոսեց եւ այդ այրան ջրի հոսքը վկայեց որ մենք վերստին ծնվեցինք եւ այդ խորոչը բացվեց մեզ համար որը հոր սրտի մեջ էր եւ ամբողջ երկինք ու երկիրը խավարեց ինչ կատարվեց Տաճարի բարակույրը վերևից ներքև պատռվեց եւ այդ խորոչը որ հայրը ուներ սրտում դա իր որդու կողքից բացված բերքն էր որ մենք այսօր ինչպես բնական ծնունդն է որ մարդը ծնվում է այրան եւ հոսքի ջրի եւ այրան հոսքի ուղղորդությամբ այնպես էլ մենք ենք ծնվում այրան եւ ջրի հոսքով ջուրը Աստծո խոսքն է այրունը Քրիստոսի մաքրող զորությունն ու կյանքն է ջուրը դա Աստծո կյանքի խոսքն է որ հաղորդում է մեզ դա Քրիստոսի կյանքն է այո եւ մենք վերստին ծնվեցինք ինչ փառահեղ է այս ամենը Աբրահամ ջան Կարեն ջան Իասքանչը որ մենք փնտրելով նրան մենք գտնում ենք նրա հայտնված ներկայությունը դու մտել ես մի տարածք որտեղ չկա ժամանակ եւ տարածություն այո Եվ հիմա քո համար կորել է ժամանակի Ես Ժանիկ եմ, որ ես վայելում եմ նրա Ես ուրախ եմ Ինձ համար ինձ հետ ինչ ուզում է կատարվի Դա չի որոշում
իմ կյանքի իմաստը։ Շատ, մեր կյանքի իմաստը գիտես ինչի, շատ եմ սիրում դրա համար։ Նրա իսկության, նրա իրության։ Դու ոչ թե հափշտակում ես, մեզ էլ ես հափշտակացնում, սենց ասած, Տիրոջ խոսքի մեջ։ Նրա սիրելը ամեն հիասքանչն Աբրահամն։ Ես կուզեի նրան վայելել։ Կուզեի ես տողերի մեր ժամանակը լրացավ, բայց Եկ մի 10 րոպե վերցնենք։ Կամ 5 րոպե։ Չէ, ես քեզ որ թողեմ դու կետաս չեմ կարա կանգնեցնել։ Կտա, լավ, 5 րոպե բան կանեմ, բայց լավ, դու ասա վերջացել է 5 րոպե ունես, հետո ես մի քիչ վախենում եմ դադարացնեմ կարողին, ես նշանակապահ ուզում եմ նկատում եմ։ Լավ, ամփոփենք ու անցնենք հաջորդ անգամ որ կգամ էլի Շատ լավ, շարունակ, ես զգում եմ, որ էսի շարունակություն Քրիստոսի հայտնությունը կխոսենք։ Շատ լավ։ Հիասքանչ կերպով ես մի խոսույթ եմ որդեգրել իմ ներսում, որ դա Աստծոց տնվեց իմ կյանքում, որ Աստծո համար չկան հատուկ մարդիկ, այլ կա հատուկ փոխհարաբերություն Աստծո հետ։ Նրա համար հատուկներ չկան։ Չկա, որ սա իմ հատուկ ծառայողն է, սա իմ հատուկ աշխատողն է, սա իմ հատուկ սպասավորն է։ Չկան այդպիսի բաներ։ Ենովքն էլ իր համար հատուկ չէր, բայց Ենովքը կարողացավ նա հատուկ հարաբերություն գտավ։ Նա գտավ այդ տեղը, որ բաց էր մարդու համար։ Նա գտավ այդ խոռոչը Աստծո։ Ես հիմա նորից թեմա տվեցի։ Կարեն ջան, եկեք ամփոփենք եւ ինչ որ ես հասկացա եւ որ շատ կարեւոր է։ Այո, մեզ համար նաեւ դիտես բացվեց հավատքի բանաձևը, սահմանում է։ Որ այլևս ոչ թե մենք պետք է միայն հավատանք, որ նա կա, եւ նա բավարարում է մեր կարիքները, կամ մենք հավատքով հրճակում ենք, որպեսզի առնենք աստվածային խոստումները, եւ ես ասում եմ, որ Քրիստոսը աստվածային խոստումների մարմնացումն է, նրա փառքի մարմնացումն է, նրա գեղեցկության չափանիշն է։ Որպեսզի ճշտենք ավելի, այսպես ասենք, Պետրոս Արաքյալը այս խոսքերն ունի, ասում է, եւ մենք ունենալով նրա մեծ եւ պատվական խոստումները, սա շատ կարեւոր է։ Դա մեր համար չի, հատուկ նպատակի համար։ Հենց դա եմ ասում։ Խոստումները մեր համար չի տրված, որ մեր համար լավ լինի, որ մենք լավ ապրենք։ Խոստումները մեզ տրված են, որպես տոմս թափանցելու Աստծո խորությունները, որովհետև ասում նրանցով այդ մեծ եւ պատվական խոստումներով մենք հաղորդակից ենք լինում Աստծո բնության հետ, այսինքն այդ խոստումներն են, որ բանալին տոմսը, որով դու կարող ես մուտք գործել Աստծո բնությունը ճանաչելու եւ ունենալու հավիտենական կյանք։ Ենովքը չգտնվեց, հափշտակվեց։ Ես ուզում եմ այդ Տես ստեղ շատ լավ գիծ տարա, որ սա շեշտեմ։ Այո, բայց մի ուրիշ բան եմ ուզում ասեմ, որ Պողոս Արաքյալը շարունակում է, որ նրան խնդրողներին վարձահատույց է լինում։ Այս գրվածա փնտրողներին։ Այո, խնդրողներ նույն իմաստ ունի։ Նրանից չէ, նրան, այո։ Վարձահատույցը գիտես ինչն է։ Դա հենց այդ հափշտակությունն է, դա հենց այդ չգտնվելն է։ Մենք հափշտակության մասին շատ ենք։ Մենք հափշտակության մասին շատ ենք խոսում գալիք պայմանով։ Հետո դե կարող է գամ ստանի։ Բայց ես դրան համաձայն չեմ։ Հափշտակությունը ներկա։ Դու հիմա որ խոսում ես, դու հափշտակված ես եւ ես չուզեցի քեզ բռնեմ նորից։ Այսինքն, եթե դու չես պարապել Աստծուն ճանաչելու արդյունքում հափշտակվելու այդ փորձառությունը ունենաս, դու հետո չես հափշտակվելու։ Հետո չես հափշտակված այդ փորձառությունը։ Եթե դու հիմա չես հափշտակվել, եթե չի հափշտակել քեզ խոսքը, ամեն դու հետո չես հափշտակվելու։ Այո։ Կներես ես մի քիչ երևի դա շատ բայց ես դա իմ հոգու մեջ նկատում եմ։ Նույն հոմանիշ ունի։ Ես կարող եմ ասել նույն ձուլված խոսքը։ Այս վարձահատույցը հենց հափշտակությունն է։ Եթե մենք այստեղ չհափշտակվենք դրանով,
մենք չենք կարող հափշտակվել։ Տերողնի քեզ եղբայրս։ Ինչու Ենոկը հափշտակվեց։ Ինչքան նման է այսօրվա Գալիք եկեղեցին։ Այսօրվա մեր դարաշրջանի, մեր ժամանակների եկեղեցին պիտի հափշտակվի։ Դրա համար ասում եմ, ահա, ինչու եմ ես ասում, որ արթնությունը սկսվում է Ենովքի կյանքից։ Իմ տան փրկությունը սկսվում է Ենովքի կյանքից։ Ես ապրելակերպն եմ, փոխհարաբերությունն եմ ցույց տալի։ Եթե ես ունեմ այս փոխհարաբերությունը Աստծո հետ, իմ տունը կփրկվի։ Ենովքի կյանքից ասելով նվիրյալ, այո, նվիրվածը, անմնացորդ, անվերապահ նվիրվել Աստծուն։ Դրա մասին եմ։ Այո, այդ փոխհարաբերության, երբ որ մենք ունենք Ենովքի կյանքի փորձառությունը մեր տունը կփրկվի, մեր սպասավորությունը, մեր ծառայությունը հաճելի կլինի Աստծուն, նա կախորժի։ Եկ ասին որդի, դու ինձ ախորժելի ծառայություն ես մատուցում, քո սպասավորությունը ինձ համար հաճելի է։ Ոչ թե ես ծառայում եմ ծառայի պես, այլ ես ծառայում եմ նրան, որովհետև ես ճաշակում եմ նրա հայտնությունը։ Նրա հայտնությունը իմ այրան մեջ է, նրա հայտնությունը իմ հոգու յուրաքանչյուր շերտի մեջ է։ Եվ որևէ բան բաց չենք թողում։ Եվ մի արթնության քարոզիչ, ուզում եմ նրա կյանքով էլ վկայենք ու շատ լավ է։ Կարճ, եթե կարող։ Կարճ է, շատ կարճ է։ Ջոն Վեսլին, արթնության քարոզիչներից մեկը, նրան հարց են տալիս. Ջոն Վեսլի, ինչպես ստացվեց այս արթնությունը, ինչպես կատարվեց։ Եվ նա ասաց, ես հիմա կպատնեմ իմ պատմությունը, որովհետև մենք նայում ենք վաղ դարերի նախասկիզբը, երբ որ Ենոքն էր, բայց մեր դարերում էլ կային մարդիկ, որ քայլեցին Աստծո հետ, շատ խորը մտերմության, եւ նա պատմեց եւ ասաց, ահա ինչ կատարվեց, որ սկսվեց այս արթնությունը։ Հեռավոր մի բարձունքում ես տեսա մի զոհասեղան եւ այդ բարձունքից իջեցված մի աստիճան եւ մի ձայն հնչեց ազդարարող եւ ասեց բարձացիր այստեղ Ջոն բարձացիր այստեղ եւ ես ասում եմ դողդոջուն ծնկներով բարձանում էի այնտեղ եւ ես հասկանում էի գիտակցում էի թե ինչ է սպասվում ինձ երբ որ հասա այդ բարձունքին տեսա այդ զոհասեղանը եւ ես հասկացա որ նա ինձ համար է եւ այդ ձայնը ինձ ասեց պարկիր այդ զոհասեղանին երբ որ ես պարկեցի եւ աստվածային մի կրակ մի բոց լափեց ինձ եւ գրված կա ասում է որ Աստված մաշող կրակ է ինչը մաշեց եւ ասում է իմ մարմինս կտոր Իրանից բան եւ բաժանվեց երկիրների Իրանից բան չեմ հարավ հյուսիս արևելք արևմուտք եւ ես դան կոչեցի արթնություն դրա համար ասում եմ արթնությունը սկսվում է զոհասեղանի կյանքից ովքեր են արթունները ովքեր հանդիպել են զոհասեղանը չէ զոհասեղանը ամեն Կամեն ջան միանգամից անցնենք աղոթքի քով ավարտենք երբերս Օ հիասքանչ ամենագերազանց էյակ Աստծո սքանչելի որդի որ դու գերազանց ես եւ գեղեցիկ ես մարդկանց որդիներից ավելի եւ քո շուրթերից շնորհք է հոսում եւ մենք այսօր քո շուրթերից հոսող շնորհքը վայելեցինք որ դու վկայեցիր մեկ մարդու միջոցով որ Ենովքն էր ով հաճելի էր քո սրտին եւ տեսնելով նրա այդ փափագ այդ ախորժանքը դու հանդիպեցիր նրան եւ նա բավարարեց քո քաղցը քո ծարավը որ դու որոնում ես մարդուն գոհանում են քեզանից այս հիասքանչ պատգամի համար այս հիասքանչ վկայության համար որ մեր կյանքը նույնպես մենք նվիրում ենք քեզ անմնացորդ անվերապահ թող որ մեր կյանքից չկորչի զոհասեղանը եւ նորոգիր մեր նվիրումը նորոգիր մեր կյանքը Աստծո որդի որ մենք ավելի փափագենք քեզ որ մենք ավելի ախորժենք քեզ որ մենք ավելի ծարավ լինենք մենք չենք բավարարվում որ միայն դու կաս մենք ուզում ենք քո հայտնված ներկայությունը հավատքը այն չի որ դու միայն կաս այլ հավատքը այն է որ դու հայտնում ես քեզ մեզ մենք գոհանում ենք քեզանից քո բացառիկ հայտնության համար որ դու Աստծո հայտնության մարմնացումն ես որ դու Աստծո Փառքի մարմնացումն ես դու աստվածային գեղեցկության չափանիշն ես որ փայլում ես քո ողջ հմայքով եւ հիասքունքով եւ բավարարում ես մեր սրտի քաղցը մտերմությունը գոհություն փառք եւ մեծափառություն հորը որդուն ես սուրբ հոգուն որպես մի բնություն մի աստվածություն մի իշխանություն անշփոթ միություն անխառն պարզություն համապատիվ եւ զուգափառ ամեն Փառք Տեր Եմ մի բան էլ ուզում եմ
ուղղեմ մեր լսողներին ասելով ես այսքանի ամիսների մեջ մի հայտնություն էր թե խոսք էր որ Աստծո հոգուց ընկեց իմ ներսում ես կարող եմ իմ եղբայրների քույրերի համար աղոթել ես կարող եմ նրանց օգնել կարող եմ աղոթել նրանց համար բայց իրենց փոխարեն չեմ կարող մտերիմ լինել եւ այս այն ինչ շատ ոգևորեց եւ ավելի նախանձավոր դարձրեց այո մտերմությունը մեր փոխարեն որևէ մեկը չի կարող անել ամեն հարդիրոջը Կանեխ շատ շնորհակալ եմ Տերով քեզ եղբայրս Աբրահամ ջան հետո տեսնելու ցանկությամբ քեզ ասում ենք օրհնված եւ հաջողված եղես ամեն Սերի քույրեր եղբայրներ այսպեսին էր մեր եթերը վստահ որ Կարեն եղբայրի հետ մենք էլ հափշտակվեցինք Տիրոջ խոսքի խորքերը եւ դա շատ հաճելի է դա գրավիչ է ինչպես առաջի Սաղմոսը հիշեցի խոսքերը որ ասում է եւ նրա հաճույքը Աստծո խոսքի մեջ է սա է հափշտակությունը եղեք օրհնված Մանրանաթա Տերը շուտով գալու է առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին